Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ռոբերտ Քոչարյանն է մի շարք հայտարարություններ արել այսօր, ասում է վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարը, պրոբլեմ չի ինքն իր համար, այլ պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Նաև շարունակել է այս պատերազմը չպետք է լիներ, այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայկական իշխանության կողմից։ Բանակցությունները ձախողվեցին անպատասխանատու, անպագորգոր հայտարարություններ արեցին, վերջում էլ ունեցանք այնինչ ունեցանք, հիմա էլ մեղավոր են բոլորը։ Շատերի համար գուցե ավելորդ թվա հարցը, թե ինչպիսի ղեկավար էր Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար իր շրջանում, իր ժամանակաշրջանում, եւ երկրորդ փաստորեն ըստ Ռոբերտ Քոչարյանի Ալիևյան ռեժիմը որևէ մեղավորություն չունի պատերազմ սկսելու հարցում։ Շատ կարևոր հարց տվեցիք, շնորհակալություն։ Այո, դուք հենց այն ամենաթիրախային, ամենակարևոր բանն ասեցիք։ Ըստ էության Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև մեծ հաշվով մեծ տարբերություն չկա, ուղղակի անձերի եւ անհատների տարբերություն է, մեկը մի քիչ ավելի դաժան է, մեկը մի քիչ ավելի քիչ, մեկը մի քանի հոգու է ծեծե սպանել, մեկը 5000 հոգու է սպանել, նրանք հակապետական գործիչներ են երկուսն էլ եւ հենց դրա համար իրենց մոտ հարցեր չի առաջանում, ասենք բանը Ալիևը բա մեղավոր թե մեղավոր չէր էլի, բայց մենք բոլորս գիտենք, որ նախ հարցակա եղել Ալիևը բանը, ասենք ինչի մասին էլի խոսքը, ասենք Ալիևը մեր թշնամին է, Ալիևը մեր պետության, մեր ազգի, մեր էթնիկ միավորման թշնամին է, ըստ էության ինքն է այդ դերը վերցրել էլի, մենք չենք իրան հրճակում, ինքը այդ թուրը վերցրել եւ հարձակվել է մեր վրա, բայց այն որ ասում է բանը Քոչյանի եւ Նիկոլի համար դա խնդիր չէ եւ իրանց համար խնդիր այսպես մանր ինչ-որ հարցերն են էլի իրար մեջ որ ուզում են փորձում են որոշել ով ավելի լավ տղա այսպես ասած բայց նրանք երկուսն էլ մենք վաղուց մեր հանրությունը գիտի որ նրանք շատ հեռու են էլի այսպես կոչված այդ լավ տղա լինելուց ինչ նկատի ունեմ մենք տեսել ենք Քոչյանի կառավարման տարիները այո եղել են լավ եւ վատ պահեր հա որտեղ պատերազմից հետո տնտեսությունը վերականգնվում էր եւ այլն բայց դա ոնց որ Քոչյանի ներդրումը չէր դա ամբողջ մեր հանրության ներդրումն էր դա Սփյուռքի ակտիվ ներդրումներ եւ այլն բայց մենք շատ լավ հիշում ենք թե նա ինչպես սովասարավ մի պատանիից դարձավ միլիարդատեր տղա եւ դա էլի նույնպես մեր պետության բյուջեի եւ այդ կոռուպցիայի եւ այդ համակարգի այդ ձեռքբերումների այդ դրական կողմերի այսպես ասած էլի դրական կողմերի արդյունքներ հիմա նույն բանը անում է Նիկոլ Փաշինյանը ինչ տարբերություն ոչ այդպես մեծ տարբերություններ չկան ասեմ ավելին Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում մեծ տարբերություններ չկան մեկը մի քիչ ավելի բանը պակաս մեկը մի քիչ ավելի շատ վասալին հարաբերությունների կողմնակից է դրա մեջ լավ ու վատը որն է ըստ էության նրանք դեմ չեն վասալությանը մեկ ընդհանրապես Քոչարյանն ասում է ավելի լավ պայմաններով կհանկանում կպայմանավորվում քան թե Նիկոլը միգուցե տեղ իրականություն կա ես չգիտեմ բայց դա այն չէ ինչ ուզում է հայ ժողովուրդը Ներկա իրավիճակի դեմ պայքարելու մասին հարց է հնչել ուղղված Քոչարյանին նա պատասխանել է որ պատրաստ է այո համախմբել ընդդիմադիր դաշտը ճիշտ է արձանագրել է որ տարբեր մոտեցումներ ունեն անձնական խնդիրներ ունեն բայց ամեն դեպքում եթե ունեն մեկ նպատակ եւ դա այս իշխանություններից ազատվելն է իրեն կարող են համախմբել չի բացառել համախմբելու տարբերակը հիմա եթե պատկերացնենք Քոչարյանը եւ իրեն համախմբողները իսկապես Քոչարյանի շուրջ համախմբում լինում է նրանք կարող են կանգնեցնել իրենց իսկ բնորոշման պարտությունների այս ընթացքը եթե կարող են ապա ինչ գնով ինչ տարբերակով ենթադրելի է 21 թվականին կկարողանային 21 թվականի ընտրությունում Նիկոլ ամենախոցելի կարգավիճակում էր ամենախոցելի հենց նոր պատերազմից հետո պարտված ղեկավար որևէ շանս չուներ եւ Ռոբերտ Քոչյանի շուրջ ամենամաքսիմում այդ հնարավորության այդ պայմաններում մաքսիմում կոնսոլիդացիա եղավ եւ նրա հավաքազայները ինչքան էր Ես էլ չեմ հիշում ոչ մեկ չի հիշում բոլորը մեծ հաշվով թքած ունեն նրա հավաքազայների վրա ըստ էության դա երկրորդական է, որովհետև նույն համակարգը, այս մինուս եւ պլյուսը նույն համակարգը իրար դեմ են պայքարում եւ պետք է հանգիստ ունենալ, որ նրանք մեկը մյուսին խժռեն եւ ավարտվեն գնան։ Նիկոլը եւ Քոչարյանը, Սերժը, նրանք բոլորը այդ անցյալ են, այդ հին այդ համակարգն է, մեզ կեղեքող, քայքայող, ոչնչացնող Հայաստանը դեպի պարտության տարող այդ համակարգն է, պետք է հանգիստ ունենալ իրենք իրենց խժռեն։ Քոչյանը չի կարող այդ բանը անի, որ կարողանար կաներ։ Հա բայց այս process-ները այդ խժռման process-ն են, որի արդյունքում իրենցից ազատվելու են, թե հակառակը այս հայտարարությունները, այս ակտիվությունը ճիշտ հակառակը մոտեցող ընտրությունների շեմին, էլի քաղաքական պայքարի մեջ մտնելու, էլի միմյանց դեմ պայքարելով իշխանություն ձեռք բերելու մասին է։ 21 թվականին դա փորձարկվեց եւ հաջողությամբ ավարտվեց Նիկոլի եւ Քոչյանի համար, նրանք բոլորն էլ հիմա բանը իշխանության մեջ են ըստ էության, մեկը ընդդիմադիրի, մեկը կառավարողի
կարգավիճակում, իսկ դրանից առաջ Քոչյանն էր կառավարող կարգավիճակում, Նիկոլն էր, հա, անդիմադիր դաշտում, այսպես ասած, ըստ էության տեղերով են փոխվում, ոնց որ բան Պուտինը եւ Մեդվեդևը, չէ, ասենք, բան այսպես իբր թե իրար ընդդիմադիրները մեկ-մեկ տարբեր կարծիքներ են ասում, հետո համագործակցություն բան են անում, այնտեղ իհարկե մի քիչ ուրիշ է, ստեղ մի քիչ ուրիշ է, բայց մեր մոտ նույնն է, էլի, դες նույն մարդիկ են, նույն համակարգն է, տարբեր դեմքերով է դրսևորվում Եվ մենք այդ համակարգի լավ ու վատ բոլոր կողմերը, հնարավոր բոլոր դրսևորումները տեսել ենք, մենք գիտենք իրենք ինչքան մարդակեր են, մենք գիտենք ինչքան հայատյաց են, մենք գիտենք ինչքան ապա հակապետական են եւ այլն, այդտեղ ընտրելու բան չկա ուղղակի, էլի։ Մենք դուք հանդրությանը նկատի ունեք, դուք կարծում եք իսկապես հավաքական առումով մեծամասնությունը այդ գնահատականները հստակ ունի բոլոր իշխանավորներին։ Մեծամասնությունը հստակ պատկերացում ունի այդ ամեն ինչի մասին, ուղղակի բարձրապես ընտրությունների ժամանակ նրանք քանի որ տիրապետում են ահռելի մեծ ռեսուրսների, իրենց տիրապետած ռեսուրսները մենք ուղղակի լավ էլ չենք պատկերացնում, էլի, այդ ամբողջ մեդիա դաշտն է, ամբողջ տնտեսական դաշտն է, դրա տնտեսության մոտապես գրեթե 80-90%-ը նրանցն են, մնացած են մանր փոքր միջին բիզնեսն էլ որ կա, հեսա ոչնչացնում է Նիկոլը, հենց դրա համար որ կախվածության մեջ մտցնի մեզ բոլորիս այդ մեծերից խոշորներից եւ իրենք այդ ձևին լավ տիրապետում են, գալիս են այդ մեծերը, չէ՞, ստիպում են գնում են ընտրություն տալ եւ ձայները կարողանում են հավաքել դրա մասին է խոսքը հիմա ընտրությունից առաջ կոնսոլիդացիա է գնում հենց այդ բաների էլի ռեսուրսների նորից էլի կոնսոլիդացիա գնում որ հանկարծ այնպես չստացվի որ Նիկոլից, Քոչից, Սերժից բացի ինչ որ մեկ այլ ուժ կարողանա հայտնվել այնտեղ եւ խնդիրներ առաջացնի իրենց համար տեսեք եթե իրապես Նիկոլը եւ Քոչյանը դրանք տարբեր մարդիկ լինեին եւ տարբեր պատկերացումներ ունենային որպես մինիմում Քոչյանի տնտեսական կարողությունները վտանգի կենթարկվեին, որովհետև դրանք մեծամասամբ կամ հիմնականում դրանք ապօրինի ձեռք բերված գույքեր են, հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը, կամ Սերժի օրինակ, բան, բայց մենք տեսնում ենք, որ նրա օրոք, Նիկոլի օրոք, Սերժի եւ Քոչյանը բան եղավ, այդպես քրեական գործերով մաքրագործվեցին, արդարացվեցին եւ դարձան բան, այդպես երանելի տեխնացուներ, այսպես ասած ժողովրդի համար, բայց եթե երանելի լինեին, հələ հիշեք նրանց կառավարման տարիները Նրանք այդ երանելի քաղաքական գործիչները չէին։ Հիմա դուք անդրադարձել եք ձեր Facebook-յան էջում այդ մայիսի 9-ին սպասվող շքերթի մասնակիցներին եւ հեգնանքով գրել եք, թե արագ տեմպերով գնում ենք արևմուտք։ Հիմա Եվրոպական միությունը ճիշտ է անդամակցության տեխնացություն ունեցող պետությունների ղեկավարների ներկայացուցիչներին զգուշացրել է, որ չպետք է մասնակցեն։ Մենք կարգավիճակը չունենք, բայց ամեն դեպքում մեր խորհրդարանը Օրենքի նախագիծ է այ օրենք է ընդունել, որով մենք նախանշում ենք, որ գնալու ենք դեպի Եվրոպա։ Ինչ հետևանքներ է այս ամենը ունենալու, այս ցուցումը մեզ կարող է ինչ-որ կերպ վերաբերել, եւ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը նա Էստոնիայում ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերություններ լարել, փչացնել, այլ հակառակը փորձում է բոլոր գործընկերների հետ լավ հարաբերություններ ունենալ, տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունները կարգավորել եւ նաեւ ավելի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այո, բարի մտադրություն է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց այստեղ կա հակասություն կամ ինչն է խնդիրը։ Սկսենք են օրենքից նախ Հայաստանում օրենքները չեն աշխատում Օրինակ մենք հիմա կարող ենք այս դիմացի փողոց իջնել եւ նայել թե վարորդներից քանոքի հետ ամրագոտին կապում չնայած որ օրենքով բոլորս պարտավոր ենք պարտադիր ամրագոտին պետք է կապենք եւ դա մեզնից յուրաքանչյուրի անվտանգության հարցն է տեսեք թե մենք ինչպես թքած ունենք այդ օրենքի վրա անգամ եթե դա մեր անձամբ մեր անվտանգության հետ կապ ունի հանրության եթե չասեմ կեսից ավելին հաստատ շատ ավելի շատ մասը չի կապում ամրագոտին էլ չեմ ասում հերոսով խոսելուց երեխային գիրքը նստեցնելուց եւ այլն բան մենք թքած ունենք օրենքների վրա մենք այդ հանրություն ենք, հա, մենք պահում ենք այն օրենքները, որը չգիտեմ, եւի չգրված օրենքներ կամ որի համար մեզ կարող է միգուցե պատժեն եւ այլն բան։ Հիմա այս հանրության մեջ օրենք ընդունել որ մենք գնում ենք Եվրոպա, դա ծիծաղելի է, օրենքով չեն գնում Եվրոպա։ Եվրոպա գնալը Հայաստանի եվրոպական, այսպես ասած, բան ուղղությունը դա աշխարհքաղաքական տեկտոնական շարժ է, որի համար օրինակ Ուկրաինան տեսնում եք ինչ է, Ռուսաստանը մտել Ուկրաինա ավիրում է, ոչնչացնում է, սպանում է, քաղաքները ավիրում է այդ մարդկանց, ոչնչացնում է, այդ իր ցանկության բարձրաձայն հայտարարելու համար, չէ՞։ Հայաստանում նման բան տեսնում եք, չենք տեսնում, հետեւաբար դա բլեֆ է։ Հայաստանը օրենքով չի որ պետք է գնա Եվրոպա
Դրա համար գործողություն են անհրաժեշտ։ Իսկ մենք ՍԵՊԱ ունենք ստորագրած Եվրոպայի հետ, եւ եթե մենք այդ բոլոր կետերը անենք, իմիջիալոց մեր խորհրդարանը հենց Նիկոլեն ժամանակը ռատիֆիկացրել է այդ օրենքը։ Հենց մենք դա իրականացնենք միջև վերջ, մենք մեր պետության ամբողջ այդ իր ռեսուրսով, որակով, կարողունակություններով մենք պատրաստ կլինենք գնալու Եվրոպային։ Բայց մենք այդ ՍԵՊԱ-ն անտեսեցել ենք մի կողմ, այսինքն մենք թքած ունենք Եվրոպա գնալու վրա։ Ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի կառավարող ուժը մի խոսքով, այնպես որ դա մեծագույն բլեֆներից մեկն է եւ դա արվեց այդ ամբողջ այդ ֆարսը արվեց նրա համար, որովհետեւ Արցախյան պատերազմից հետո երբ որ Ռուսաստանի դեմքը միջև վերջ բարձվեց հանրության լայն շերտերի համար, այն ժամանակ փոքրամասնություններն են խոսում, մենք ենք խոսում, ասում ենք Ռուսաստանը դավաճան չեն ժամանակ չէր դավաճան այն ժամանակ խոսում ենք որ Ռուսաստանը մեր թշնամին է, մեզ ասում են վայ բան դուք ես ինչ եք ասում բանից ինչ հորատեսեք եւ այլն։ Արցախյան պատերազմից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, չէ՞, հանրության բոլոր շերտերի համար, որ Ռուսաստանը մեր թշնամին է, եթե մեր թշնամին էլ չի, մեր թշնամու դաշնակիցն է ավելի շատ։ Եթե այդպես լիներ, պարոն Սահակյան, ներեցեք, հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների հետ Ռուսաստանի դրոշը չէր այրվի։ Դաշնակներն են կազմակերպում, դաշնակները չեն այրում ռուսական դրոշները, եթե հանրությունը այդ ինքնաբուխ լիներ բան, իհարկե առաջիններից մեկը ռուսական դրոշը կվարվեր։ Այդ հարցը շատ լավ հարց է, միջելս տվեք դաշնակներին բախի ռուսներին չեք անում, էլի, շատ հետաքրքիր կլինի։ Հա, ինչ եմ ուզում ասել, եւ այդ բանից հետո, երբ որ սոցիոլոգիական հետազոտություններ արեցին իշխանությունը տեսան, որ հանրությունը իսկապես պահանջ ունի նոր ավելի իսկապես դաշնակցի կարիք ունի, որտեղ Ռուսաստան չկար ընդամենը, եւ տեսան, որ կա պահանջը հանրային պահանջը դեպի Եվրոպայի թեկված ստեղծեցին այդ բանը, որպեսզի այդ ստորագրությամբ, որ բան անենք, հա, գնանք Եվրոպա բան։ Հիշում եք, դες մի ստորագրություն էլ կար Հայակվե անունով, որ Արցախը պետք է փրկեր։ Ստորագրությունները հավաքվեց, օրենքը բան գնաց եւ այլն։ Հիմա ուրա ստորագրությամբ փրկվեց Արցախը, ուրա Արցախը։ Հասկանում եք, այդ տենց նույն ձևի տենց օրենքով եւ ստորագրությամբ էլ գնում ենք Եվրոպա։ Այսինքն դա մոռացենք, դա ֆարս է, դա իրական քաղաքականության հետ կապ չունի։ Այդ ֆարսը տեսնում են Եվրոպայում։ Հիմա այդ ֆարսը տեսնում են Եվրոպայում, այնտեղ հասկացել են, այնտեղ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը իրենց գործընկերը չէ, նա ստախոս է աշխարհում եւ տենց մի ղեկավար չկա, մի պետության ղեկավար չկա, ով չգիտի ով հարաբերվել է Նիկոլի հետ, ով չգիտի, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս չէ։ Հետևանքներ, ինչ հետևանքներ սպասել։ Այն է, որ Հայաստանը այսօր աշխարհքաղաքական այս կարևորագույն իրադարձություններից դուրս է մնացել։ Մենք կապ չունենք իրականության հետ, ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, մենք հեծանիվ ենք քշում, բան ենք անում, ինչ որ ցես բաներ։ Հա, աշխարհում Նիկոլ Պուտինը հայտարարված է, չէ՞, քաղաքակիրթ աշխարհի կողմից այնտեղ որտեղ Նիկոլը իբր ուզում է գնալ, քաղաքակիրթ աշխարհի կողմից Պուտինը հայտարարեց այդ բան, հանցագործ նրա դեմ քրեական հոդվածներ կան եւ ինքը գնում կանգնում է կողքը, ինչի մասին է խոսքը, չէ՞, կամ հենց հիմա այս բաներն են առևտրային տնտեսական ճանապարհների շուրջ է, հիմա այս ամբողջ պատերազմը, չէ, ռեսուրսների հետ կապված գնում է միտեղ վիրտուալ, միտեղ ոչ վիրտուալ, միտեղ տաք պատերազմ, միտեղ սառը պատերազմ, բոլորը իրար միս են ուտում բանի համար, այդ ռեսուրսների համար մենք sense ասում ենք, չէ, բան, մենք կապ չունենք եւ այլն բան, մենք բոլորի հետ կկարողանանք հարաբերվել, ոնց ենք բոլորի հետ հարաբերվելու, երբ որ Չինաստան, Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա իրար միս են ուտում, հենց հիմա իրար անգամ են Կալեդոնիա եմ հիշում եք, չէ, Ադրբեջանը որ բան է, Ադրբեջանը իր փոքրիկ հալով գնացել էր Ֆրանսիայից Կալեդոնիա խլել, որտեղ աշխարհի նիկելի 30%-ի պաշարները կան, էլի, հասկանում եք, չէ, եւ այս ամբողջը նրա համար է, որովհետեւ Եվրոպան հայտարարել է կանաչ իր այդ օրակարգի մասին, որ 2030-ականներին թե 50-ականներին նրանք պետք է ամբողջությամբ կանաչ էներգետիկայի անցնեն։ Եվ այս էլեկտրական մեքենաների եւ բաները տեսնում եք Չինաստանը ինչ ագրեսիվ հարձակման է անցել Եվրոպային եւ Ամերիկային ճնշում է իր էլեկտրամեքենաներով, չնայած առաջատարը Տեսլաներ եւ այլն բան։ Այսինքն ոչ միտեղ հանգիստ չէ։ Հնդկաստան-Պակիստանը էլ այդ ընդհանրապես օրերի հարցը այնտեղ մեծ պատերազմ։ Հնդկաստան-Պակիստանի մասով մի կարճ բան ասեմ, այնտեղ մեր փորձագետներից մի քանոք այդ հարցեցի բան ասում են շատ վատ է լինելու մեր համար, բայց ես կարծում եմ, որ այդքան էլ վատ չի լինելու։ Վատը այն կլինի, որ մեր հիմնական զենք մատակարարներ, այո, եւ այդ առումով մենք բաներ կունենանք։ Դե կարող է պակասի որոշակի ուշացումներ բան, բայց լավ է նա, որ մենք իսկապես պատերազմում կտեսնենք, եթե պատերազմ լինի, կտեսնենք հնդկական զենքերը աշխատում են, թե չէ։ Լավա որ մենք մեր մաշկի վրա չենք փորձելու, կոպիտ ասած, եթե Ադրբեջանը հարձակվեր այդ հնդկական զենքերով կրակենք, տեսնենք չեն կրակում, մեր համար լավ վատ կլիներ։ Իսկ ստեղ մենք իրականության մեջ կտեսնենք հնդկական զենքերի արդյունավետությունը, դրանց բոլոր լավ եւ վատ կողմերը եւ դրանից հետո կանցնեն որոշակի փոփոխություններ, ինչը եթե մերոնք ուղիները աշխատացնեն, տեղից այդ մոդեռնիզացված տարբերակները արդեն կգնեն կամ բան։
Հարցի երկրորդ մասը ես ոնց որ այդ բարի Նիկոլ Փաշինյանի բարի մտադրություններում հակասությունն ես ուզում եի հարցնել ինչու է հակասությունը նրանում է որ հիմա այդ բոլորի հետ լավ լինելու այդ բանը, այդ թեզը, որ եւ Քոչյանի ժամանակ եւ Սերժի ժամանակ, հա, այն ժամանակ աշխատում էր, որովհետեւ sense սուր պատերազմական իրավիճակներ չէր, հիմա շատ սուր պատերազմական իրավիճակներն են ամբողջ աշխարհում եւ այդ ժամանակ դու չես կարող հակադիր բևերների հետ լավ լինել, դու կամ իր հետ պետք է լինես կամ այս կողմի հետ լինել։ Եթե դու չկողնորոշված չես, քեզ խժռելու են, երկու կողմն էլ պատժելու են, ամենավատ բանն է, որ կարողանում է անել Նիկոլը, հիմա հենց դա է, նա չկողմնորոշվածությունն է, ոչ թե պետք է ասել ես Ռուսաստանի կողմից եմ, ես Հայաստանի կողմից եմ, բանի Ամերիկայի կամ բանի կողմից եմ, այլ հենց անգամ ենթագիտակցաբար, մենք պետք է լինենք Հայաստանի կողմից, մեր կողմը պետք է հստակ լինի, դիրքավորվենք եւ կգտնենք պետություններ, ում շահերը համընկնում են մեր շահերի հետ եւ իրancs հետ կհամագործակցենք, դա կարող է լինել կարճաժամկետ շահեր, կարճաժամկետ եւ ժամանակի եւ բաների մեջ, հա, բայց դա ընդհանրապես խնդիր չէ։ Հələ տեսեք Ադրբեջանը ոնց է կարողանում Պարսկաստանի հետ չնայած նրանք ունեն շատ սուր հակասություններ, Պարսկաստանի հետ կարողանում է հարաբերությունները կարգավորել, Ռուսաստանի հետ ունեն շատ սուր հարաբերություններ, բայց լավագույն դաշնակիցներից մեկն են, Թուրքիայի հետ որ նայում ենք, բանը կարծես թե էլի լավագույն դաշնակիցներ, բայց շատ սուր հակասություններ են հենց Հայաստանի հետ կապված, հա, Ադրբեջանը եւ Թուրքիան իրար հետ վիճում են, թե ով է Հայաստանի տերորդ իրականը, պատկերացնում եք, ինչա որ ենք ասում ենք, Թուրքիան եւ Իսրայելը Ադրբեջանի լավագույն երկուսն էլ լավագույն դաշնակիցներն են, չէ, եւ եթե իրանք հիմա Սիրիայում բախում ունեցան, շատ հետաքրքիր կլինի տեսնել Ադրբեջանի դիրքավորումը ինքը այսպես թե այնպես է իր լավագույն դաշնակիցներից մեկին պետք է կորցնի, եւ այստեղ շատ դժվար է, ու այստեղ Հայաստանը լնայք ինչ անում, ինքը ասում է բոլորի հետ լավ եմ, ոնց կարաս բոլորի հետ լավ լինես։ Հենց հələ մեր տեսանկյունից նայեք, ասենք պատերազմի ժամանակ Վրաստանը չի ասում ես բոլորի հետ լավ եմ, մեր հայ-ադրբեջանական այս պատերազմի ժամանակ մենք դա նորմալ չէինք ընկալում, չէ՞, որտեղ դու ոնց կարող ես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լավ լինել, եթե ինքը քո տարածքով զենք է բերում եւ կրակում է մեր վրա։ Դու որպես մինիմում մենք դա ընկալում ենք պասիվ ագրեսիա։ Դա նշանակում է, որ մենք հաջորդ պահին, եթե մի քիչ ինքնուրույն պետություն ունենք, կարող ենք պատժի ենթարկել Վրաստանին, հասկանում եք, չէ՞, հիմա տեսեք այլ տեսանկյունից էլ եկեք նայենք, եթե ոչ Հայաստանը, ապա մի քիչ ավելի լուրջ եւ կայացած պետություններ, ինքնուրույն քաղաքականություն վարող պետություններ, ասենք Իրանը, Թուրքիան, եթե բախումներ ունենան իրար հետ ռազմական կամ որևէ, հիմա Հայաստանը ո՞նց է երկուսի հետ լավ լինելու։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ.am էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Ասում եք Հայաստանը պետք է կոնկրետ դիրք զբաղեցնի կամ Հայաստանի շահերի դիրքերից հանդես գա եւ կգտնի գործընկերներ։ Հիմա ապրիլ 24-յան ուղերձում ԱՄՆ նախագահի հիշատակում է եղել ռազմավարական գործընկերության մասին։ Դուք սա ինչպես եք ընկալում։ Սա հայտարարություն է զուտ հայտարարության համար, այսինքն այս հիշատակումը եղել է, որովհետեւ թղթի վրա այդպիսի պայմանավորվածություն կա, թե դա իսկապես Հայաստանի կողմից ակնկալվող քայլի մասին հիշեցում է ԱՄՆ-ից։ Նենսի Պելոսին երբ որ եկավ Հայաստան, դա լավագույն եւ ամենաբարձր մակարդակով առաջարկներ Հայաստանին ռազմավարական համագործակցության եւ իրական հողի վրա համագործակցության։ Այդ մարդիկ եկան ասեցին, ինչ եղավ Հայաստանի կողմից պատասխանը, գրեթե ոչինչ։ Ոչինչ։ Մենք ոչինչ չենք արել, որ դա տեղի ունենա։ Դրան հակառակ Նիկոլը գնում է, կանգնում է հանցագործի հետ, հանցագործի կողքին եւ հայտարարում է, ըստ էության իր քայլով հայտարարում է իլուր աշխարհի, որ մենք Ռուսաստանի տակից դուրս չեն գալու։ Հիմա Հայաստանը Ամերիկան ինչքան ցանկանա, Ֆրանսիան ինչքան ցանկանա, Հնդկաստանը ինչքան ջան գործադրի, Պարսկաստանը ինչքան, չգիտեմ, արաբական երկրները, Բրազիլիան, Արգենտինան, ինչքան որ ցանկանան Հայաստանի հետ լավ հարաբերություն ունենալ, Հայաստանն է որոշելու, ում հետ ինքը լավ հարաբերություն ունենա, թե չէ Հայաստանը որոշել է, որ իր անկյունակարային գործընկերները դրանք Ռուսաստանը եւ Թուրքիան են։ Այստեղ տարբեր կարծիքներ կան այդ մայիսի 9-ի շքերթի հետ կապված։ Ասում են, եթե պետք է գնա անցած տարվա նման եւ բերի որոշում, որը կբխի Հայաստանի շահերից, օրինակ նախորդ այցի ժամանակ մենք ունեցանք ռուսների դուրսբերում սահմանների որոշ հատվածներից, ասում են, հիմա եթե նույնպիսի որոշում կարող է բերել, ինչու չգնա։ Նման որոշման համար չարժե գնալ մայիսի 9-ին կողքը կանգնել։ Սա մեկ եւ երկրորդ այդ որոշումը որ կայացվեց դա ռուսական շահասպասարկում ոչ թե հայկական շահ։ Հələ մի հատ այդ տեսեք, երբ որ ֆիզիկապես այնտեղ հայկանգնած եւ ոչ թե ռուս, դա դեռ չի նշանակում որ այդ սահմանը մերն է ամբողջությամբ։ Այդ սահմանը վերահսկվում է նաեւ ռուսների կողմից։ Այդ ամբողջ ինֆորմացիան ով է մտնում Հայաստան, ով է դուրս գալիս, նաեւ գնում է մեր միջպետական պայմանագրերով, գնում է Ռուսաստան։ Եվ այդ դա մեր գաղտնի ինֆորմացիան չի, դա մենակ Հայաստանի Հանրապետությունը պատկանող ինֆորմացիա չի։ Մենք դա կիսվում ենք ռուսների հետ, ասեմ ավելին։ Նրանք էլ ադրբեջանցիներ։ Ասեմ ավելին, մենք ոչ թե կիսվում ենք ռուսների հետ, ռուսներն են կիսվում մեզ հետ։ Եվ իրենք այդ ինֆորմացիան նաև շատ հանգիստ, ոնց որ ցույց տվեց պատերազմը, կիսվում են ադրբեջանցիների հետ։ Դա առաջի ձեռ ինֆորմացիան, կոպիտ ասած այդ ինֆորմացիայի տերը Ռուսաստանն է, ոչ թե Հայաստանը։ Կամ նույն կերպ ոնց որ ասում են բանը օթանավակայանում ռուսները չեն, հա ֆիզիկապես ռուս չի։ Ինչ որ մի հատ բան չի, ասենք հայը, բայց մեր ազգային անվտանգության ծառայությունն էլ է, չէ, էթնիկ հայեր են, բայց մենք տեսնում ենք, չէ, ինչ են անում առաջ ժամանակ։ Շատ լավ տեսնում ենք։ Մեր պաշտպան, մեր գեներալները էթնիկ հայեր են։ Մենք տեսանք պատերազմի ժամանակ նրանց բաները, հա, այդ պատերազմը ինչպես վարեցին, ոնց արեցին, ինչ արեցին, այսինքն կամ Մարգարետա Սիմոնյանն էլ է հայ, էթնիկ հայ է, չէ, հալնում հիմա ինքը ռուսական շահասպասարկում թե հայկական։ Լավրովի տատիկը հայ է ասում են։ Հիմա ինքը հայկական շահասպասարկում թե ռուսական, այսինքն պետքա վեր կանգնել էլ այդ ամեն ինչից, դա բանը կապ չունի այնտեղ հիմա հայականնից թե չէ, միջպետական հարաբերությունները պայմանագրերն են կարևոր, այդ սահմանը իրապես ով է դրա տերութիրական է, այդ հարցն է պետք լուծել, այդ սահմանը առայժմ ռուսական եւ պարսկական սահմանը, հայ-թուրքական սահմանը դա ռուսական եւ թուրքական սահմանը է։ Եթե մենք դա վիճարկենք, նշանակում է
պետքա վիճարկենք բանը, այդ Քեմալի եւ Լենինի այդ պայմանագիրը, այո, որ ընդհանրապես այդ Հայաստանը կիսվել է իրենց միջև։ Մենք այդ հարցը պետքա վիճարկենք, մենք պիտի ասենք ախպերս Նախիջևանը ոնց է հայտնվել օրինակ Հայաստանից դուրս ոնց եղավ։ Կարս Արդահանը երբեք այնտեղ այդ բան չի եղել, թուրքական չի եղել, այդ ոնց եղավ։ Հասկանում եք, այդ sense հարցեր պետքա։ Հիմա այդ հարցերը բարձրացնում են Նիկոլ Փաշինյանը, չէ, նշանակում է այնտեղ ընդամենը հայերը են բերե կանգնացրել, հայերը կանգնած են այնտեղ, որտեղ պետք է կանգնեին ռուսները։ Հիմա դա ռուսական շահ սպասարկում թե հայկական։ Ասում եք մեր Եվրոպա գնալը ֆարս է, հակառակ դեպքում օրինակ Ուկրաինան իսկապես է փորձում գնալ եւ մենք տեսնում ենք ինչ ավերվածություններ են։ Հիմա եթե մերը ֆարս չլիներ, ինչ սպասել, այսինքն Ռուսաստանի կողմից ինչ ավերածություններ պետք է լինեին Հայաստանում։ 1918-20 թվականներին Հայաստանը նույնպես այս տարածաշրջանում ներկայացված էր բանը բոլոր այն ժամանակվա բաներով, երբ որ նայում էինք, ներկայացնում են որպես արևմուտքի դաշնակից եւ արևմուտքի դաշնակցին բանը պետք է պատժել եւ այդ պատժի շուրջ համաձայնություն եկան Թուրքիան, Ռուսաստանը եւ նոր դրա մասին ասում եւ իրանք երկու կողմից հարձակվեցին մեզ վրա եւ ոչնչացրեցին հայկական առաջին հանրապետությունը։ Նույն բանը հիմա է տեղի ունենալու մի քիչ այլ ձևի։ Ռուսաստանը ոչ իր մասնակցությամբ, այո, դրա համար կա Ադրբեջան շատ լավ գործիք են ստեղծել իրենց համար, Ադրբեջանը էլ ուրախ է, որ նոր տարածքներ ձեռք բերի եւ Ալիևն էլ ասում է Երևանը հիմնա Էշմիածինի հիմնա, Սյունիքի հիմնա, այս կողմենք ում շատ ոչ մի ընդհանրապես ոչ մի վարքյան չկասկածեք, որ իրենք այդ քայլին կգնան էլի։ Այսինքն հենց մենք քայլեր կատարենք դեպի իրապես, հա, բանը քայլեր կատարենք, Ադրբեջանին հնարավորություն կտրվի եւ Թուրքիան էլ այս կողմից, Ռուսաստանը էլ ներսից իր այդ 5 շարություններով, բաներով, sense շատ գեղեցիկ եւ ազդեցիկ Ռուսաստանը ներկայացված է Հայաստանում, Վրաստանը մեզ օրինակ չէ, ինչ ուզենան կարող են անել։ Հիմա որպեսզի այդ ամենը տեղի չունենա, մենք պետք է նախ եւ առաջ մեր կարողունակությունները զարգացնենք։ Այդ որն է, այսինքն ռազմական բախումները չէ, որտեղ է խոցելի, մենք որտեղ ենք խոցել, այդ տեղերը պետք է ամրացնենք, որտեղ Ադրբեջանը խոցելի, այնտեղի վրա պետք է նոր ռազմավարություն կառուցենք, բան չէ, որտեղ Ռուսաստանը ստեղ ուժեղ է եւ ազդեցություն ունի, դա պետք է փոքրացնենք, մեր տնտեսությունը փորձենք, օրինակ, տեսեք, տնտեսությունը շատ կարեւոր բան է, տնտեսությունը ընդհանրապես քաղաքականության հիմքն է, քաղաքականությունը կանգնում է տնտեսության վրա եւ նոր առաջ գնում։ Մեր ամբողջ տնտեսությունը կախված է Ռուսաստանից։ Հիմա ռուս-ուկրաինական պատերազմը որ բրցնի, ես Նիկոլենս ցույց տված բան տնտեսական թռիչքը, ասես կտրուկ զրոյանալու է, որտեղ մեր ամբողջ տնտեսությունը հիմնականում է զբաղված է այդ պատերազմը սպասարկելու ռուսական կողմից իմիջիալուց եւ ոչ ամենևին ուկրաինական, իսկ Ադրբեջանը երկու կողմն էլ օգնում է երկու կողմն էլ իմիջիալուց հիմա տեսեք հիմա ով ավելի ինքնուրույն Հայաստանը թե բանը հիմա ով ավելի շատ բան արևմտամետ Ադրբեջանը թե Հայաստանը Ադրբեջանը նավթ է վաճառում բաներին եվրոպացիներին հասկանում եք նա ինքնուրույն խաղացող է դարձել այս տարածաշրջանում իսկ մենք ավելի վասալ ենք դարձել հասկանում եք ամփոփենք պարոն Սահակյան հիմա ռուս-ուկրաինական ճակատում ինչ եք սպասում Պուտինը հրադադարի մասին հայտարարում 8-ից 11-ը 3 օրով Զելենսկին ասում է որ հերթական մանիպուլյացիան է եւ շքերթը չի կարող ավելի կարևոր լինել քան մարդկային կյանքերը եւ հրադադարը պետք է ավելի երկարատև լինի Թրամփն էլ պահանջել է Ուկրաինայում մշտական հրադադար ինչու Թրամփին չի հաջողվում այս ճակատում իսկապես բերել կողմերին հրադադարի որովհետեւ Թրամփը առանց հասկանալու բաներ էր ասել մի Նիկոլ Թրամփն է էլի որ անկեղծ լինենք պոպուլիստներին լավ հասկանում ինչպես կարող ես դու կանգնեցնել մի հատ պատերազմ որի ոչ ամբողջ այդ ինֆորմացիան ներտիրապետում ոչ բան sense էլի իսկ այդ երկու կողմը իրարից հակասողն են շահեր ունեն դու չես կարող բանանել դրա համար այդ քայլերը գոնե որ չասեր 1-2 օրում ասեր մի 6 ամսում կամ 1 տարում մենք նպատակ ունենք բանել հա ես կհասկանամ եւ կտեսնեմ որ նա հիմա իրանք իսկապես ջանքեր են գործադրում արդեն բայց դեռևս ապարդյուն է իսկ այդ ամսի 8-ից հա 10 բանը 11 օր բանում դա ըստ էության Նիկոլը խնդրում է ուկրաինացիներից իրենց տոնը չփչացնել այդ պարատը չփչացնելն է այո Պուտինը խնդրում է որ պարատը չփչացնի եւ Զելենսկին էլ ճիշտ ասում է այսինքն եթե դու պատրաստ ես դրան եթե մենք բանակցում ենք իսկ բանակցությունը տեղի ունենում սեպարատ իմիջիալից նաեւ առանց Կիևի մասնակցության դա էլ է շատ հետաքրքիր Տրամփենց հա այնտեղ որ գնացել են Սիրիա եւ այլն ասում Սիրիա արաբական երկրներից մեկում չեմ հիշում որտեղ
բանակցում էին առանց Ուկրաինայի, դա նորմալ չի, եթե դու ուզում ես իսկապես ռազմական ճակատում հրադադար լինի, առանց Ուկրաինայի ոնց ես դու հրադադարի բաներ քննարկում, այն էլ ագրեսիվ կողմի հետ էլի, իսկ Ռուսաստանն ագրեսիվ կողմ է, այդտեղ դա քննարկելու բան չկա էլի։ Եվ մենք տեսնում ենք, որ նաև Եվրոպան էլ ինքը իր կողմից Ուկրաինայի հետ սեպարատ բանակցությունների մեջ է եւ նրան ուժեղացնելու բանելու, որտեղ եվրոպացիները հասկացել են, որ եթե իսկապես ուզում ես դու բան այդ հանցագործի կամ ագրեսորի հետ գնաս հրադադարի, պետք է զոհին ուժեղացնել, որ նա ստիպված գա համաձայնությունների, ոչ թե գնաս նրան խնդրես եւ աղաչես։ Հիմա նույն բանը հայ-ադրբեջանական հարաբերություններում է, եթե մենք ուզում ենք, որ Ալիևը բան լինի, խաղաղվի, այսպես ասած, մենք պետք է հզորանանք այնքան, որ Ալիևը հասկանա, եթե հենց կրակեց, իր համար շատ ծանր հետևանքներ լինելու եւ միայն այդ պարագայում մենք ունենանք խաղաղություն, ոչ թե այն, ինչ կառուցում է հիմա Նիկոլը։ Շնորհակալ եմ, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։